Բարև ձեզ։ Եկեք մի պահ պատկերացնենք մի ժամանակ, երբ գիտության երկինքը, գիտեք, գրեթե ամբողջությամբ տղամարդկանցն էր։ Ու հենց այդ ժամանակ մի կին ոչ միայն համարձակվեց նայել աստղերին, այլև դարձավ մի ամբողջ ազգի ուղեցույցը դեպի այդ աստղերը։ Սա Ալենուշ Տերյանի պատմությունն է։ Հա, աստղագիտության մայր։ Լսեք այս արտահայտությունը, սա ուղղակի գեղեցիկ տիտղոս չի, չէ՞։ Սա մի ամբողջ ժառանգություն է։ Բայց ինչպես է պատահում, որ մեկ մարդը դառնում է գիտական մի ամբողջ ոլորտի խորհրդանիշը, մի ամբողջ ազգի համար։ Դե եկեք բացահայտենք այս հարցի պատասխանը, որը ոչ միայն գիտության, այլև, գիտեք, աննկուն կամքի մի անհավանական պատմություն է։ Եվ այդ մարդու անունը Ալենուշ Տերյան է։ Մի անուն, որը գիտեք, հոմանիշ դարձավ անսահման նվիրումի, փայլուն մտքի ու իհարկե բոլոր կարծրատիպերը ջարդելու հետ։ Եկեք մի քիչ խորանանք, թե իրականում ինչ է նշանակում այս տիտղոսը՝ հայ աստղագիտության մայր։ Սա ուղղակի գեղեցիկ խոսք չէ, հավատացեք։ Սա այն փաստի ճանաչումն է, որ հենց նա է եղել այս ոլորտների հիմքում Հայաստանում։ Նա ոչ թե ուղղակի հետազոտող էր, այլև իսկական կառուցող։ Նա հիմքեր էր դնում։ Դե պարզ է, որ այսպիսի ժառանգությունը երկնքից չի ընկնում։ Ամեն ինչ սկսվել է մի շատ համարձակ, շատ կարևոր որոշումից։ Ուրեմն եկեք հետևենք նրա ուղուն սկզբից մինչև գիտության ամենաբարձր գագաթները։ Ամեն ինչ սկսվում է 1920 թվականին Թեհրանում, բայց իրական ամենակարևոր շրջադարձը լինում է դպրոցն ավարտելուց հետո։ Պատկերացրեք, նա մի որոշում է կայացնում, որը փոխում է ոչ միայն իր, այլև հայ գիտության ողջ ապագան, տեղափոխվել Հայաստան, ու ոչ թե պարզապես վերադառնալ հայրենիք, ոչ, նա ուներ մեկ շատ հստակ նպատակ՝ ուսումնասիրել ֆիզիկա, այն էլ Երևանի պետական համալսարանում։ Արդեն իսկ այս քայլը, գիտեք, խոսում է նրա անհավանական վճռականության մասին։ Եվ այս վճռականությունը ոչ միայն արդյունք տվեց, այլև պայթյուն առաջացրեց, այն նրան դարձրեց իսկական առաջամարտիկ, հասցնելով մի շարք իրոք որ անհավանական առաջին նվաճումների։ Եվ ահա առաջին գագաթը։ Նա դառնում է Հայաստանի առաջին կինը, լսում եք, առաջինը, ով ստանում է ֆիզիկոս դոկտորի կոչում։ Մի պահ պատկերացրեք, մի դարաշրջանում, երբ գիտական լաբորատորիաները համարվում էին բացառապես տղամարդկանց տարածք, նրա այս նվաճումը ուղղակի հսկայական էր, մի իսկական հեղափոխություն։ Բայց սա, իհարկե, դեռ սկիզբն էր։ Շատ շուտով նա կոտրում է հերթական պատնեշը, դառնալով ֆիզիկայի ամբիոնի առաջին կին պրոֆեսորը։ Գիտեք, յուրաքանչյուր այսպիսի քայլ ոչ միայն իր անձնական հաղթանակն էր, այլև լայն ճանապարհ էր բացում գալիք սերունդների համար։ Լավ, բայց կոնկրետ ինչ էր նա անում։ Որն էր նրա գիտական ներդրումը։ Դե նրա հետազոտությունները հիմնականում կենտրոնացած էին արևային ֆիզիկայի և մթնոլորտային երևույթների վրա։ Բայց գիտեք, որն է նրա ամենաշոշափելի ժառանգությունը։ Թերևս բյուրականի մեր աշխարհահռչակ աստղադիտարանի համահիմնադրումը։ Հասկանում եք, այնտեղ նա ոչ թե ուղղակի մի գիտաշխատող էր, այլ հիմնասյուներից մեկը։ Նա ոչ միայն ուսումնասիրում էր աստղերը, այլև կառուցում էր այն տեղերը, որտեղ մյուսներն էլ կարող էին նայել դեպի երկինք։ Բայց դե, գիտեք, տիտղոսների ու նվաճումների հետևում միշտ մարդն է։ Իսկ ով էր Ալենուշ Տերյանը որպես անհատ, որպես մարդ։ Հենց սա է, որ նրա պատմությունն այդքան գրավիչ է դարձնում։ Տեսեք, մի կողմից մենք ունենք տիտղոսակիր գիտնականին, պրոֆեսորին, առաջատար գիտաշխատողին, դոկտրին, իսկ մյուս կողմից մարդուն։ Մի մարդու, ով հայտնի էր իր մարդասիրությամբ, իր զարմանալի համեստությամբ ու երիտասարդներին ուղղորդելու անսահման նվիրումով։ Նա կարողանում էր հսկայական ինտելեկտը հավասարակշռել խորը, շատ խորը մարդկայնությամբ։ Նրա կյանքը օրինակ է, թե ինչպես նվիրումն ու տոկունությունը կարող են հասցնել գիտական մեծ բարձունքների։ Սա է ամբողջ բանալին։ Նրա հաջողությունը ոչ թե ուղղակի բնատուր տաղանդի հարց էր, այլ անսասան նվիրումի ու ամենօրյա համառ աշխատանքի արդյունք։ Եվ այսպիսի նվիրումը, գիտեք, երբեք չի անհետանում։ Այն ստեղծում է մի ժառանգություն, որը շարունակում է ապրել նույնիսկ նրանից հետո։ Այսօր Ալենուշ Տերյանի անունը ոգեշնչման իսկական խորհրդանիշ է։ Նրա պատմությունը, գիտեք, մի վառ օրինակ է հատկապես այն երիտասարդ աղջիկների համար, ովքեր ուզում են իրենց ճանապարհը գտնել գիտության, տեխնոլոգիաների, այսպես կոչված STEM ոլորտում։ Նա կենդանի ապացույցն է, որ ոչ մի դուռ փակ չէ, եթե դու պատրաստ ես այն թաքել։ Եվ ի վերջո, նրա ամբողջ կյանքն ու ժառանգությունը կարելի է ամփոփել մեկ
բայց շատ հզոր գաղափարի մեջ։ Գիտությունը սեր չունի։ Վերջ։ Տաղանդը, հետաքրքրասիրությունը, բացահայտելու ձգտումը բոլորինն է։ Նրա այս անհավանական կյանքը, գիտեք, ստիպում է մտածել, Ալենուշ Տերյանի նման քանի այլ առաջամարտիկների պատմություններ են դեռ մնում ստվերում, սպասելով, որ մենք դրանք բացահայտենք ու պատմենք աշխարհին։